Ջյուդոն շատ եմ սիրում։ Ես էլ եմ շատ սիրում ջյուդոն։ Գցում ենք, սովորում ենք գցելու ձևեր։ Որ ընկնում ենք, չենք լացում։ Ձեռով խփում ենք։ Պարապում եք, որ ինչ անենք։ Ուժեղանանք, աշխարհի չեմպիոն դառնանք։ Աշխարհը գրավելու մեծ երազանքով տարված Արնոն ու Աբելը Վանաձորի ձյուդո ակադեմիայի ամենակրտսեր սաներից են։ Ջանասիրաբար պարապում են հանուն այդ երազանքի ու միմյանց զուգահեռ փորձում են ներկայացնել, թե այստեղ ինչ են սովորում, ինչպես կիրառել ու նրանցից ով է ավելի ուժեղ։ Ձյուդո ակադեմիան հիմնադրվել է 2017 թվականին, ունենալով հատուկ նպատակներ։ Նպատակներից մեկը հասարակության շրջանում ձյուդո մարզաձևի մասսայականացումն էր, այնուհետև որպես մարզարողջական կառույց մատաղ սերնդի երիտասարդների առողջական եւ մտավոր զարգացման հետ կապված ծրագրերներ, որը մենք հաջողությամբ իրականացրել ենք մրցաշարեր, որից երկուսը միջազգային 2018 եւ 19 թվականներին պետական ոչ մի աջակցություն չունենք, սկսած եւ դահլիճից եւ գույքից, բոլորը մենք անում ենք ինքնուրույն, միասին օգնում են մեր երեխաների ծնողները, մեր մտերիմները, բարեկամները։ Բոլորը սիրում ենք ձյուդո սպորտաձևը, բոլորին հրավիրում ենք մարզվելու այս հիանալի սպորտաձևով, որը հանդիսանում է նաեւ, որը շատ կարեւոր է, օլիմպիական մարզաձև։ Ակադեմիան ունի 6 տասնյակից ավելի սան Վանաձոր ու Փամբակ համայնքներից։ Ընդունելությունը սկսվում է 5 տարեկանից, այլ տարիքային սահմանափակում չունեն։ Ակադեմիայի տարբեր տարիների բազմաթիվ սաներ միջազգային մրցաշարերում գրանցել են հաջողություններ, դառնալով հաղթողներ ու մրցանակակիրներ։ Հանրապետական մրցումներում եղել եմ մեդալակիր, ունեմ հաղթանակներ։ Եվ միջազգային մրցումներում էլ էլի մեդալակիր եմ։ Սովորեցում եմ համբերատար լինել եւ լավ աշխատել։ Տալիս է վստահություն, նպատակ ունեմ դառնամ օլիմպիական խաղերի մասնակից, դեռ հաղթող չէ, բայց մասնակից։ Աննան ակադեմիայի միակ աղջիկն է։ Օլիմպիական խաղերին մասնակցելու հավակնություն ունի։ Լիահույս է։ Աղջիկները համարձակ կգտնվեն ու բացի մեղմ սպորտաձևերից կնախընտրեն նաև ձյուդո եւ կմիանան իրենց։ Սպորտաձևը տալիս է մարմնի ու մտքի ճկունություն եւ գլխավորը դասերին չի խանգարում։ Շատ էի լսել, որ ձյուդոն անվտանգ եւ կարեւոր սպորտ է եւ որոշեցի զբաղվել արդեն կես տարի է։ Առաջին հերթին կարգապահություն, ճկունություն, կազմակերպվածություն եւ ուժ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, շատ հնարավոր է դուր գա ստացվի ամեն ինչ եւ հասնել մեծ հաջողությունների։ Միգուցե աղջիկ միանա մեզ, շատ լավ կլինի։ Ձյուդո ակադեմիան իրականացնում է միջքաղաքային ու միջմարզային հավաքներ։ Հյուրեր են ընդունում Վրաստանից ու փորձով փոխանակվում։ Երբեմն նմանատիպ հավաքներ ավարտվում են հետաքրքիր արշավներով։ Այժմ ակադեմիայում մեծ մրցաշարի մասնակցությանն են պատրաստվում։ Այստեղ ակնկալում են պետական ու պատկան մարմինների ուշադրությունը, երեխաների մոտիվացիայի, գոտեպնդման ու երազանքների իրականացման հանդեպ հավատի համար։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապետ։